Արեք, զարտուն ես, դե հմի նայ էլի ինչ-որ մի ադամ հին շենքի մոտ եմ բերել, տան մոտ եմ բերել, բայց քեզի պիտի ցույց տամ այս տունը, հետո սպասե դեմից է ցույց կտամ, հմի նայ այս տանը, տես, նայ, հələ նայ այս տանը նայ, հələ դու նայ, աշե հələ, հələ այս երկատներին, հələ դարպասներին աշե, հəմի կսեմ ինչ տուն է, ինչիսպես ոգևորված քեզի ցույց կտամ, այս տանը, Արեկ ջան, հəմի նայ, որոշ ժամանակ բնակվել է հայտնի ճարտարապետ, տես հələ նայ, 1913-ից ապրել, ստեղծագործել է, նայ, հələ տես վարդնոցն է, արծիվն է, ստեղ, Արեկ ջան, շատերը չիտեն, որ հայտնի ճարտարապետ, 19-ից 20-րդ դարի կարևորագույն արվեստաբանության, ճարտարապետության, այն վարպետներից, մաստերներից մեկը, Թորոս Թորամանյանը, ով որ ուսումնասիրել է մեր միջնադարյան ճարտարապետությունը, Զվարթնոցը, ամբողջ այդ միջնադարյան եկեղեցաշինությունն ու ճարտարապետությունը ինքն է ուսումնասիրել ու 20-րդ դարի համատեքստում, ճարտարապետության, արվեստաբանության համատեքստում ինքը շատ կարևոր տեղ կզբաղեցնի ու կարևոր նշանակություն ունի։ Իր արվեստաբանությունն ու ուսումնասիրությունները շատ կարևոր նշանակություն ունեն, տես շենքն էլ 1906 թվի է, հələ բանալի կողպենքին նայ, այս կամարի վերևի, ու Թորոս Թորամանյանը շատ քչերը գիտեն, որ հենց այստեղ ապրել է Լեննական, հենց այս տան մեջ որոշ ժամանակ բնակություն է հաստատել, ինքը շատ կարևոր նշանակություն է ունեցել հայ ճարտարապետության, եկեղեցաշինության ուսումնասիրության ու համաշխարհային արվեստի պատմության մեջ հայ արվեստի պատմությունն ու ճարտարապետությունը զետեղելու մեջ, դոր համար քեզի կուզեմ ցույց տամ այս տունը։